Ռուսաստանի զինված ուժերը աշխարհով մեկ կարող են պաշտպանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին այդ երկրների տարածքում, սրա վարիացիաները բացարձակ ֆանտաստիկայի ոլորտից կարող են լինել, փորձի իրականություն դարձնել, թե ասել ստեղ ինչ-որ մի Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, ստեղ Վրաստանում, Մոզամբիկում, Մոլդովայում, մեր Տնեստրում կամ չգիտեմ որտեղ, ինքը պետք է զորքով գնա, պետդուման օրենք է ընդունել։ Մի քանի օր առաջ հրապարակվեց արդեն, էլի։ Դրան մենք անդրադարձել ենք նախագծի փուլում։ Հաշվարկային է, որ ի վերջո այն էր, որ այս Հայաստանին իդեմս իշխանությունների կամ իշխանություններին իդեմս Հայաստանի կկարողանա, այսպես ասած, սանձել կամ վերասանձել, էլի, այսուր եք գնում, արա, այսուր, կապերը արձակել եք, вообще ձեզ տեր չեք եղնում, մոտարապես էս է մոտեցումը։ Եվ դրա հարմար առիթը այն է, որ ընտրություններ են լինելու։ Դե ընտրությունները հնարավորինս լեգալ եւ ինչ որտեղ քողարկված հնարավորություն է ազդելու իշխանությունների վրա, իշխանությունների փոփոխման գործընթացի վրա, մի բան է, երբ որ ընտրություններն եղել բրձել են նշածս դեպքերում, 22 թիվ, 23 թիվ, 24 թիվ, այդ process-ում բան է լինում, փորձում ես հնարավոր ցույցերը բզբզել, պշտել, հրահրել, որպեսզի ելնեն պիկետ անեն, ցույց անեն, վերջը իշխանափոխություն անեն, թիգուն կտենք, տավայց է տղեկ, արագացրեք, այսպես ինչքան կարող, ոնց եք հանդուրժում այդպիսի իշխանություն այդտեղ պրոպագանդա էս կոմենկոմ չի ստացվում, բայց ընտրությունները շատ լավ, շատ հարմար առիթ են, որպեսզի ընտրությունների քարոզարշավի զարմանազան քողի տակ զանազան գործիչներ հայտնվեն այստեղ որպես տեխնացուներ, դրանք սնվեն, սնուցվեն փողերով, քաղաքական աջակցությամբ եւ իհարկե պրոպագանդայով քաղաքական աջակցությունը ստեղ զռաց էլի այն օրինակը որ բերեցի քիչ առաջ, երբ Վալոդիգը Փաշինյանին ասում էր Ռուսաստանի ազնագրերով մարդիկ կան, թողեք իրենք ներգրավվեն քաղաքական աշխատանքներին, քաղաքագետ եք, փորձագետ եք, դուք խրգել ստեղ ինչ եք արել, թինք-թանք բացեք, զբաղվեք, բզբզացեք։ Գրիբայեդովների ու եսիմինչերի ակումբներ բաներ ունեք, Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։